Արդեն մի քանի օր է Միացնայեջ տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում եւ թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվում են երեկոյան պատարագներ, որի ընթացքում աղոթք է բարձրացվում գերության եւ նեղության մեջ գտնվողների համար։ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի տնօրինությամբ են մեր հավատի հոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնից առաջ շաբաթապահքի օրերին երեկոյան պատարագներ մատուցվում։ Ինչ անել, երբ քո եղբայրը նեղության մեջ է, ինչպես դիմակայել դժվարություններին, զրկանքներին, ընկրկել, թե ընդունել դրանք իբրև փորձություն։ Այս եւ նման հարցերի պատասխաններ են մարդիկ փորձում ստանալ հոգեվորականներից այս օրերին։ Այս օրերին մենք ծանր շրջաններ ենք ապրում, հատկապես մայրաթոռը, հատկապես հայ ժողովուրդը քրիստոնյա հայը, ով մի տեսակ տարակուսանքի մեջ է եւ ելքեր է փնտրում իր ճանապարհը ճիշտ կառուցելու, իր խոսքը ճիշտ կառուցելու, իր քայլերը ճիշտ կատարելու համար։ Դրա համար այս 7 օրերը ես համարում եմ Աստծո խոսքը լսելու օրեր, որ մենք գնանք պատարագներին, լսենք Աստծո խոսքը եւ լսելով նաեւ հատկապես կիրառենք Աստծո խոսքը։ Աստծո խոսքը միայն լսել պետք չէ։ Դրանով մենք հավատացյալ կամ հավատավոր չպիտի դառնանք։ Մենք նախ պիտի կատարենք Աստծո խոսքը։ Այս օրերի մեր ուղերձը եւ պատգամը սա է, որ մենք գնանք Աստծո խոսքը լսելու։ Նեղություն ունենք, որպեսզի հասկանանք այդ նեղության միջից ինչպես դուրս գանք։ Ուրախություն ունենք, ուրախության ժամանակաշրջան ունենք, լիության ժամանակաշրջան ունենք։ Իմանանք ինչպես վարվենք այդ լիության հետ, որպեսզի կարողանանք վաղը չկորցնել հանկարծ այդ լիությունը եւ այդ ուրախությունը։ Իսկ դրա համար մեր ամենից կարևոր գիրքը Աստվածաշունչն է, որը մեզ պիտի ուղղորդի, մեզ պիտի առաջնորդի։ Նեղության մեջ եղող եղբայրներ ունենք, պիտի կարողանանք իրենց համար աղոթք անել, որպեսզի Տերը նախ իրենց քաջություն տա, մեզ իմաստություն տա եւ բոլորին իմաստություն տա, որպեսզի Աստծո երկյուղով վարվեն։ Ամեն քայլից առաջ Աստծո երկյուղը իրենց աչքի առաջ ունենան։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Չնայած աշխատանքային օրեր են, բայց մարդիկ ամեն կերպ փորձում են ներկա գտնվել, իրենց ներկայությամբ փաստել, որ զորավիգ են նեղության մեջ գտնվող իրենց հայրենակիցներին, աղոթում են հանուն նրանց շուտապույտ վերադարձի եւ մեր երկրի խաղաղության համար։ Լսել եւ գործել Աստծո խոսքերի համաձայն ներկաներին պատգամեց պատարագիչ Տեր Հովհաննեսը։ Մեր ընտանիքներում, հանրային կյանքում ամենուր ավելի լսելի դարձնել Աստծո խոսքը։ Այսպես մենք ավելի զորացած դուրս կգանք մեզ պատուհասած փորձությունների միջից, ասաց պատարագիչը։ Լուսինե Բալյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։